Ընտրություններից 2 ամիս առաջ Փաշինյանի զանգը Վլադիմիր Պուտինին ինչ է նշանակում, որտեղ ըստ Կրեմլի իրենք քննարկել են տարածաշրջանային, տրանսպորտային, էներգետիկ հարցեր, ենթադրվում է նաև էներգետիկ համակարգի կամ երկաթուղու հետ կապված, բայց կառավարության պաշտոնական կայքում այսպես դիտարկումն այն էր, որ հանդիպում է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է ընտրություններից 2 ամիս առաջ նորից ուզում հանդիպել եւ զուգահեռ այսօր Անե Սիմոնյանի հայտարարություններից տպավոր այսպես շատ կտրուկ էին հակառուսական հայտարարությունները։ Ինչ կարող ենք ենթադրել այս առումով։ Ենթադրությունները կոնկրետ ինչքանով որ ես հասկանում եմ երկաթուղիների հարցը այս ընթացքում քննարկվում է ինչքանով էլի որ ես տեղյակ եմ ղազախական ընկերության ինչ որ կոնսեսիոն կառավարումը հանձնելու հետ կապված հարցեր են քննարկվում չգիտեմ պետք է այդ թեմայի շուրջ ավելի խորքային հասկանանք թե ինչ ծալքեր կան բայց ես մտածում եմ որ գործող իշխանությունների կողմից նամանավանդ վերջին շրջանում հակա ռուսական տրամադրվածությունները ավելի քան ակնհայտ են ինչ ընթացք կունենա դա չեմ կարող ասել որովհետև գիտեք որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում կախվածությունը Ռուսաստանի հետ շեշտակի բարձրացել է ԵԱՏՄ շուկայի հետ եւ այդ որ օրնի բուն ասում են որ դիվերսիֆիկացիա, չգիտեմ ես ինչ են արել այդ դրաղության, ոչ մի բան չեն արել, ավելի շատ են կախվածությունը ԵԱՏՄ շուկայից։ Ես չեմ պատկերացնում, թե օրինակ դրա այլընտրանքը այս պահին, եթե օրինակ իրենք հրաժարվում են այդ տնտեսական համագործակցությունից այլընտրանքը որն է ուրիշ այլընտրանք բան ստեղծել է կա ուրիշ այլընտրանք բան ստեղծած այլընտրանքային ինչ-որ բան ստեղծած ամբողջ աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը այդ փոխկապակցված են եթե առանձին էվրի կա արել գնացեք հարցեք ինքը ոնց է դա պատկերացնում ես ամենայն դեպս դա այդքան էլ լավ չեմ պատկերացնում եթե դու տնտեսական կախվածությունը ավելացնում ես դա իր հերթին բերում է նաև քաղաքական առումով կախվածության եւ այս առումով այդ կախվածությունը շատ ավելացել է հենց իր կառավարման ժամանակը բացեք ցուցանիշները տեսեք ԵՄ-ի հետ առևտուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտուրը ենթադրենք իրենից առաջ ինչքան ա եղել հիմա իր կառավարման ժամանակահատվածում ինչքան ա եղել այսինքն դա վիճակագրական տվյալներ որը որ շատ բարձ երևում է այդ ամեն ինչը խնդրեմ ասեք Պարոն Դանիելյան խնդրեի հստակեցնել ավելի բարձր Հայաստան դաշինքի ծրագրում Արցախի դեօկուպացիա լինելու է թե ոչ Ես կրկնում եմ ամբողջ բանակցային փաթեթը կամ այն ինչ որ մենք պլանավորում ենք բարձր որ տեսախցիկների աչքի առջև եւ գիտեք որ այս ինչ որ մենք նկարահանում ենք ինչ որ մենք գրում ենք կամ ինչ որ մենք խոսում ենք բարձր որ ադրբեջանցիներն են ուշով հետևում ես նորից մեկ անգամ եւս ասում եմ բանակցային եղանակով բանակցային գործընթացով մենք կարող ենք ապահովել առաջին հերթին արցախցիների վերադարձի հարցը, որը որ ընկալելի է, որը որ մենք կարող ենք առաջին փուլում անել։ Մնացածը կներեք, դա մենք մարտավարությունից ելնելով մնացած բաները մնացած հարցերը քննարկման Կնեք մի բան էլ հստակեցնեմ, ինչ կարգավիճակով Արցախ ինքնավար անկախ հանրապետություն, ինչպես է դա լինելու։ Թե իրոք էլի թողեք պատասխանի խնդրում։ Ուրեմն ես եւս մեկ անգամ կրկնում եմ, կան գործիքակազմեր, որոնք այդ գործիքակազմերը բանակցային գործընթացի ընթացքում կարող են կիրառվել եւ Չէ, ներողություն, դուք ինչ պատկերացնում եք, ինչպես եք պատկերացնում։ Մենք շատ լավ պատկերացնում ենք այդ հարցը եւ այդ հարցի լուծումը տվողը մենք ենք։ Հիմա որ օրինակ 90-ական թվականներին գնայիք եւ հարցնեիք Ռոբերտ Քոչարյանին թե ինչպես եք պատկերացնում որ միայն Ստեփանակերտն է մնացել իր հարակից տարածքները ոնց եք պատկերացնում Արցախի ազատագրումը կամ ոնց եք պատկերացնում այս հարցի լուծումը բնականաբար այդ ճանապարհային քարտեզը ոչ ձեզ ոչ էլ ինձ ասելու են կամ որևէ մեկը բանը կրկնում եմ
կրկնում եմ, մենք այն ուժն ենք, որը միշտ էլ պահել է Արցախի շահերը, Արցախի իրավունքները, Արցախահայերի իրավունքը, մեր ընկերներն են Արցախի համար իրենց կյանքը տվել, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եւ Արցախի առաջին նախագահն է, որը որ իր փորձով, իր կարողություններով, իր գիտելիքներով դուք սրանից առաջ էլ ասեցիք, հարց տվեցիք, ասեցիք կոնկրետ արցախցի լինելու հանգամանքը, չէ՞։ Ինչա կարծում եք, որ մենք որ արցախյան ծագում ունենք, մեր սիրտը չի ցավում կամ մենք չենք ուզում Արցախ որ առաջ վերադառնալու։ Դուք բացասականով մի եք, կարծես լինելը պատիվ է, ինչպես Երևանցի, Գյումրեցի, կրկնում եմ, այդ մենք մեր հարազատների, բարեկամների շիրիմները Արցախում են։ Կոնկրետ իմ մասով էլ ասեմ ես, որպես ծագումով արցախցի, իմ հարազատների շիրիմները ինձնից իմ տեսանկյունից եմ ասում, ինձնից ավելի շատ, ինձ համար եմ ասում, միգուցե դա բան անպագորգոր հնչի կամ ճիշտ չհնչի, ինձնից ավելի շատ Արցախ ոչ մեկ չի ուզում վերադառնալ։ Դրանով թեման սահմանափակ։ Եվ Պարոն Դանիելյան, խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, բայց դուք նաև զուգահեռ Ես այդ հարցի պատասխանը տվեցի ուրիշ ես այդ հարցի պատասխանը տվեցի այլ հարցերի պատասխանը եթե կա ուրիշ հարցեր այո ես ունեմ դուք Պարոն Դանիելյան